Մանուկյան այսօրվա իրողությունների համատեքստում նաև Սամվել Կարապետյանի գործին անդրադարձեք, խնդրեմ։ Իրականում այսօր մի փոքր գրառում եմ արել, մի քանի օր առաջ Նիկոլին ազգային ժողով մի հատ մեծ գիտական վերլուծություն տվեցին։ 20-30-ականներին բոլշևիկները, չեկիստները, անաստվածները փորձել են եկեղեցին պառակտել մի հատ աղանդավորական շարժում ա եղել ազատ եկեղեցի։ Լրիվ նույնն է, ինչ որ տեր հայրեր, բան, նույն թեմաներով։ Չեն հաջողել, ամբողջ Կովկասով են փորձել հաջողել։ Անաստվածներ ամսագիր են տպել, թերթ են տպել, ամեն ինչը փորձել են արել, ոնց որ հիմա Տեր Արամներ, Դանիել Իվանեսյանները, այդ Դանոսը քնչական հասցնողներ, եւ այն ինչ որ այսօր կատարվում է 37-ը մեր պապիները արդեն մեծ մասը չկա որ պատմի, 37-ը մեր բոլորի աչքի առաջ է։ Եվ նույն այսօրվա դատաքննությունը Սամվել Կարապետյանի դատաքննությունը, այլևս մեր երկրում իրավական դատական համակարգը հետևյալն է։ Դատավորի անունը հնչում է, բոլորը գիտեն։ Օրինակ Դանիելյան Արմենին, որ խնդրում էին ԿՊ-ին, ասում էին տարեք վճռաբեք, որ կալանքի էլ որոշում չկայացնի։ Բոլորը գիտեն, Դանիելյան Արմենը անունը կա, նշանակում է կալանքը կա։ Չեմ ուզում դեպքերի տասված, որ սխալված լինեմ, բայց Տոլմազյան անունը հնչում է, բոլորը գիտեն արդեն։ Բոլորը գիտեն, եւ բայց ամենաահավորը այն տուն պահող բոլոր անաստվածները, քննիչ, այն դիմակ հակած ԱԱԾ-ականները թող հասկանան, որ տեսախցիկի առաջ են դիմակով։ Գնում են տուն երեսներին երևի տունել են թքում։ Թող չարթարանան տուն են պահում։ Ոչ մեկ ԱԱԾ պետից, քնչականի պետից մինչև վերջի ստահակը։ Ասում պետությանն ենք ծառայում։ Պետությանը չեն ծառայում, Ստալինին ժամանակ էլ են պետությանը ծառայում միլիոնավորների գլուխները։ Բոլորը։ Եվ այսօր մեկ էլ տեսնում ես փորձ արվում։ Այդ ծառայամիտները որոշ դեպքերում փորձում են չկմեղանալ, փաստաբան են դառնում, արդարություն են փորձում պաշտպանել։ Այսինքն հարցը հասնում է միտեղ, որ փաստաբանը նստած է մի քանի ամիս առաջ դիմացի դադախազի աթոռին նստած նույն անարդարությունը գործում էր։ Եվ այս բոլոր տարիներին եղել են արդարություն, բայց այս ձևի ցինիկությունը հաստատ չի ներվելու։ Այդ պատի տակերով իրենք չեն քայլելու։ Չի ներել, դուք չեք ներելու, ես չեմ ներելու, իմ երեխեք չեն ներելու։ Համար ինչ քայլեր եք անում, պարոն Մանուկյան, խորհրդարանական ընդդիմությունը մասնավորապես ինչ է անում այսօր առավոտյան տեղի ունեցած գործողություններից հետո, մասնավորապես նաև որ Արագածոտնի թեմի առաջնորդի եւ եւս երկու քահանաների տեղը մինչեւ այս պահը շարունակում է անհայտ մնալ եւ նաև պիտի մեջ բերեն պարոն Կարապետյանի խոսքը, որ ինքը ասել էր, եթե քաղաքական գործիչները չկարողանան պաշտպանել եկեղեցուն, իրենք իրենց ձևով են մասնակցում Հարգելի Մերի ջան, եկեք հիշենք Միքայել Սրբազանի ԱԱԾ-ն, որ փորձում էր մայրաթորից դուրս հանել, այդ օրը վերհիշենք ու հարցնենք ընդդիմությունը ինչ անում։ Ես կյանքում չէի մտածի, որ որևէ Սրբազանի թիկնապահություն եմ անելու կամ Ծերնամարտի են բռնվելու մայրաթորը պաշտպանելու համար, որտեղ գրքերում էի կարդացել, որ 1903-ին ցարական Ռուսաստանում վանքապատկան գույքերը բռնագրավելու համար հարձակվել են եկեղեցիների վրա, փառք Աստծո, որ դաշնակցական եմ, 1903-ին մեր դաշնակցականներն են պաշտպանել։ Շնորհակալ եմ։ Պարոն Մանուկյան, մի հարց տամ էլի։ Փաշազադեի հայտարարությունը, որ եկեղեցուն ռևանշիստ էր անվանում, որ ասում էր, այ իրենք են, որ խաղաղության գործընթացին են խանգարում, դուք այդ հայտարարությունը կապում եք այսօր տեղի ունեցած հոգևորական Նայեք, Ալիևի հայրենակիցը պարբերաբար Հայաստանում իրականացնում է անօրինականություններ, ազգային արժեքների, գաղափարների վրա հարձակումներ, երբ որ շատ հաճախ Բաքվից ազդանշան է լինում, սա արդեն երկրորդ դեպքն է, Փաշազադեի մայրաթոռի հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումը եւ դրան հաջորդած Հայաստանի իրավապահ համակարգի Նիկոլի թելադրանքով, իրավապահ արդեն մեղք կա ասել, Նիկոլի ստրուկների, Նիկոլի ծառաների թելադրանքով կատարվող գործողությունները։ Մի բան եմ ուզում ասել։ Իրավունք չունեմ քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունները պարզել։ Այստեղ ոստիկաններ են կանգնած, որ վստահաբար իրենց երեխաներն են կնքված, պսակ են արել, շատ հաճախ այդ ոստիկանների հետ անցնող տարիներին բախում ենք ունեցել, իրանք էլ են ասել, որ տուն ենք պահում, բայց մի բան, որ արդեն դատախազություն հարցում եմ արել։ 44 օրյա պատերազմում առաջնագիծը լքած ոստիկանական ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի, ներքին զորքերի քանի զինծառայողի նկատմամբ է հարուցված քրեական գործ։ Շատ հաճախ
միշտ գաղտնիք անում, լավ է իրավապահ համակարգի Նիկոլը ոնց ասում բռի մեջ պահում, ու մեկ էլ հասկանում ես, որ 44 օրյա պատերազմում շատ հաճախ հարուցված քրեական գործերը օդում կախված մնալով դրանով Նիկոլ Փաշինյանը թոք որ ասում է, թոք է ծառայեցնում իրավապահ մարմիններին մինչև վերջ իրեն ծառայեցնելու։ Շնորհակալ եմ։